Բարևներ բոլորին, այսօր կաշխատենք հետևել վարժության վրա, ունենք 3 հատ վեկտոր, Y1, Y2, Y3 ու պետք է ապացուցենք, որ իրանք R3 տարածության հենք են կազմում, հենքը նույն բազիսն է, հետո մի հատ էլ կտոր կխնդրի, դրա մասին մի քիչ շուտ կխոսանք, այս վիդեոյում ենթադրելու ենք, որ դուք նայել եք այն վիդեոն, որտեղ որ ընդհանուր խոսում էինք, թե ոնց է կարելի պարզել հենքա թե չէ վեկտորների համակարգը, ու նայել եք Հրանց Սանդերսոնի վիդեոն, որտեղ ավելի երկրաչափական իմաստից է խոսվում, Triple One Brown-ի, եթե չէ մեկնաբանություններում լինքերը կդնենք, եկեք մի հատ սա անենք, վարժվենք, ու սա կանենք այս մեկը այն մեթոդով, որ մի հատ այս վեկտորներից կկազմենք մատրից, այսինքն մի հատ sense հերթով իրար տակ կշարենք, 1, 2, 3, ու հիմա որ այս վեկտորների համակարգը լինի տարածության հենք, իրանք պետք է առաջին հերթին լինեն իրարից գծորեն անկախ, որ լինեն իրարից գծորեն անկախ, պետք է որ այս մատրիցի դետերմինանտը 0 չլինի, ինչի է երկրաչափորեն դա աշխատում, այդ տեսեք մեր կցված վիդեոյում, բայց եկեք մի հատ սա ուղղակի հաշվենք վարժվելու համար ու անենք դա ալարկոտ ռեժիմով, նենց անենք, որ մինիմալ քանակությամբ հաշվարկներ պետք լինի, ինչպես գիտենք, մատրիցի դետերմինանտը չի փոխվում, եթե ինչ-որ տողին գումարենք ինչ-որ այլ տող բազմապատկված ինչ-որ թվով, եկեք ստեղ այս մեկերից ազատվելու համար, որ սենց լիքը զրոներ ունենանք, ուղղակի առաջի տողից հանենք երկրորդ տողը, ինչ կլինի, ունենք 1 մինուս 1, 1 մինուս 1, 1 մինուս 2, կլինի 0, 0, մինուս 1, ստեղ մնացածը կմնա նույնը, 1, 2, 3, ահա, ու հիմա ստեղ 2 հատ 0 եթե ունենք, կարանք օգտվենք արդեն Լայբնիցի մեթոդից, նույնն ինչ տենց տողով կամ սյունով վերլուծելու մեթոդից, որ տողը ընտրենք, եկեք այս առաջի տողը ընտրենք, հիմա դետերմինանտը հավասար է լինելու 0 անգամ մինուս 1-ի այս առաջի տող առաջի սյունն է, մինուս 1-ի 1 գումարած 1 աստիճան, անգամ այս տակը մնացածի դետերմինանտ, այսինքն լինելու է 1, 2, 2, 3-ի դետերմինանտ, բայց 0 է, այս գնալու է ջրվի մեզ չխանգարի, նույն կերպ սա, ստեղ էլ բայց արդեն լինելու էր մինուս 1-ի 1 գումարած 2, մինուս 1-ի 1 աստիճան, այսինքն մինուս 1-ով ենք բազմապատկելու այս դետերմինանտը, այս սրա, Էդ է մեզ չէր խանգարելու, մեզ տակը մնում է այս երորդը, այսինքն ընդհանուր սա հավասար է լինելու ուղղակի մինուս 1 անգամ դետերմինանտ այս 1, 1, 1, 2-ի, 1, 1, 1, 2, ստեղ մինուս 1-ի 1 գումարած 3 աստիճան ունենք իրականում, այսինքն մինուս 1-ի 4, այսինքն ուղղակի 1, սա հավասար է լինում մինուս 1 անգամ 1 անգամ 2, մինուս 1 անգամ 1, էդ էլ մեր մոտեղով, մինուս 1 անգամ, 2 մինուս 1, 1, դետերմինանտը եղավ մեր մոտ մինուս 1, ինչը 0-ի հավասար չի, հետևաբար այս 3 վեկտորները գծորեն անկախ են, մենք էլ ունենք R3 տարածություն, R3 տարածության չափողականությունը 3 է, ստացանք 3 վեկտորից համակարգ, ուրեմն ինքը կազմում է բազիս, այս առաջի կետը պրծանք, ինչի մասին է խոսում երկրորդ կետը, ասում է դե հիմա այս բազիսում, խնդրում եմ գտեք այս 6, 9, 14-ը ոնց կարտահայտվի, սովորական ստանդարտ բազիսում, եթե ունենք այս 1, 0, 0, 0, 1, 0, 0, 0, 1-ը, ու տեղ ուզենանք գրենք, թե 6, 9, 14-ը ինչ հավասար, մենք պետք է գրենք 6 անգամ այս 1, 0, 0-ն, գումարած 9 անգամ 0, 1, 0, գումարած այդ կլինի մեր մոտ 6, 9, 14-ը, ուրեմն ասում ենք ստանդարտ հենքով ինքը 6, 9, 14 վեկտորն է այս x-ը, բայց հիմա եթե այս թվերը փոխենք, ինչ կլինի, այսինքն ըստ էության մեզ պետք է գտնել C1 անգամ E1 գումարած C2 անգամ E2 գումարած C3 անգամ E3 հավասար է x, հավասարման այս գործակիցները, պետք է լուծենք այս հավասարումը, այսինքն ինչ ունենք, C1 անգամ 1, 1, 1, գումարած C2 անգամ 1, 1, 2, գումարած C3 անգամ 1, 2, 3-ը հավասար է 6, 9, 14,
Այսքան մեր մոտ լինելու է, եթե գրենք իր ընդլայնված մատրիցը միանգամից, ունենալու ենք ստեղ 1 1 1 1 1 2 1 2 3 ու ստեղ 6 9 14 Հիմա պետքա սա լուծենք Եկեք մի հատ սա փորձենք 0 դարձնել Դրա համար կարանք այս երրորդ տողից հանենք երկրորդ տողը Ուստեղ էլ եթե ուզենք միանգամից սա էլ 0 դարձնել, եկեք միանգամից երկրորդ տողից հանենք առաջի տողը միանգամից։ Ուրեմն այստեղ կլինի 1 1 1 6 այստեղ գնացինք 1 - 1 0 0 2 - 1 1 9 - 6 3 Հաջորդը 1 - 1 0 2 - 1 1 3 - 2 1 14 - 9 5 Համարյա իդեալական ստացանք մեր մոտ sense անկյունագծից ներքև 0-ները, բայց մի հատ եկեք այս երկրորդ ու առաջի տողերը տեղերով փոխենք, որ իդեալական մաքուր լինի 1 1 1 6 0 1 1 5 0 0 1 3 Դա ստեղից ունենք ոնց որ C1 անգամ 0 երրորդ տողից C1 անգամ 0 C2 անգամ 0 գումարած C3 անգամ 1-ը հավասար է 3 այսինքն C3-ը հավասար է 3-ի Ստեղ գրածա C2 գումարած C3-ը հավասար է 5 այսինքն C2-ը հավասար է 2-ի Ստեղ էլ ունենք C1 գումարած C2 գումարած C3 հավասար է 6 այսինքն C1-ը հավասար է 6 - 3 - 2 1-ի Այսինքն Այն E1, E2, E3 հենքում մեր այս x վեկտորը կգրվի այս sense 1, 2, 3